Շարունակում ենք ՄԱԿ podcast, ինչպես արդեն տեղեկացրել էինք, մեր երկրորդ հյուրը արտակարգ եւ լիազոր դեսպան Ջունիկ Աղաջանյանն է, բարև ձեզ Տիկին Աղաջանյան։ Ողջույն։ Շնորհակալ ենք հյուրընկալվելու համար։ Բարև բոլորին, շնորհակալ եմ հրավերի համար։ Եվ միակ հարցը, որ հիմա շատերին հետաքրքրում է, կարծում եմ շատերին կհետաքրքրի, այն է թե տեսեք, ընտրությունները անցան, ընտրությունները լեգիտիմ չէին, թե նախընտրական շրջանը հաշվի առնելով, թե հետընտրական շրջանը, թե հենց բուն ընտրությունների process-ը, եւ տպավորություն էր, որ ընտրությունների ավարտից հետո պետք է սառույցը հալելու նման ինչ-որ գործընթաց տեղի ունենա, այսինքն ասեին լավ, ինչ եղել չի եղել, ընտրությունների ժամանակ եւ դրանից հետո հիմա արեք ապրենք բարեկամաբար, ես նաեւ ձեր վարչապետն եմ եւ այլն, բայց տեսնում ենք ուղիղ հակառակը, ձերբակալություններ ամեն օր, հետապնդումներ ամեն օր, սպառնալիքներ ամեն օր, տպավորություն է, որ հենց նոր ենք մտնում ենք նախընտրական շրջան։ Իշխանությունն էլ ընդդիմություն է։ Իշխանությունն էլ իրեն ընդդիմությունից միշտ էլ չի տարբերել, չնայած ինքը անհասկանալի է, թե իրեն որ կերպարի մեջ է։ Նիկոլ Փաշինյանի այս տվայտանքները ինչով են պատճառաբանում։ Տեսեք, մեր սխալը հիմնականում, որ մենք նորմալ մարդկային, այսպես ասած, տրամաբանությամբ փորձում ենք դիտարկել իրենց քայլերը։ Այո։ Բայց մենք գործ ունենք մի խմբակի հետ, որը իր հստակ ծրագիրն է իրականացնում, որը մեր տրամաբանության մեջ չի տեղավորվում։ Իսկ իրենց տրամաբանությամբ, իրենց քայլերը շատ տրամաբանական են։ Իրենց ծրագրով իրենք պետք է մեր ժողովրդին կոտրեն այն աստիճան, որ համաձայնի արևմտյան թելադրանքին եւ դրա թելադրանքի ներքո թուրքական պահանջներին, այսինքն համաձայնի հպատակի կարգավիճակով ապրել եւ ծառայել այն ուժերին, որոնք այստեղ պիտի տիրապետեն եւ մեր երկիրը դարձնեն թուրանական միջանցք, ամբողջովին։ Արևմտյան ուրեմն ռեսուրսային եւ գեոպոլիտիկ շահերին սպասարկելու նպատակով եւ ըստ դրա արդեն գործողություններ գնում են։ Արևմուտքը 30 տարի շարունակ միլիարդներ է ծախսել այս իշխանության նման իշխանության բերելու համար եւ Հայաստանի նման իրենց համար սեփ հանդիսացող օղակը վերացնելու համար այս տարածաշրջան։ Գիտեք, Վրաստանում ինչքան ջանքեր են գործադրել, վերջո Սաակաշվիլի եկավ, Ադրբեջանի պարագայում ամբողջ իրենց թուրքական վերահսկողության ներքո է, որտեղ եւ նա կոռումպացված, ուրեմն ընտանիքի ամբողջ խորքային բնույթն ու էությունը գիտեն եւ գիտեն թե ինչի վրա կարող են աշխատել, ինչպես աշխատել։ Հայաստանը իրենց համար, այսպես ասած, դեռևս անընկալելի էր, չնայած բազում այն փորձերին, որ իրենք շարունակաբար անում էին տարբեր ձևերով, այսպես իշխանափոխության հասնելու եւ ի վերջո բերելու իրենց համար ցանկալի կամակատար իշխանություն։ Այսօր այդ իշխանությունը նստած է 21 թվականի ընտրություններին իրենք ժողովրդին խաբեցին եւ եթե նայեք իրենք միշտ են խաբել, այսինքն սուտը եւ կեղծիքը այն գիծն է, որով շարժում է եւ դա արևմուտքի ձեռագիրն է, այսինքն մենք պիտի հասկանանք, մերոնք որ փորձում են շատ հաճախ այսպես Ամերիկան էսից չի անում, Եվրոպա, դա իրենց ծրագիրն է, իրենք իրենց ծրագրից հեռու չեն գնալու եւ իրենք այսօր հանուն նրա, որպեսի ի վերջո փորձեն այդ ծրագիրը ինչ որ մի հաջողության հասցնել, որովհետեւ ձախողվում են ուկրաինական ճակատում, ձախողեցին իրանական ճակատում, բայց դեռևս լիովին չեն մի կողմ դրել այդ քայլերին հասնելու ցանկությունը եւ այստեղ պետք է իրենց համար լիակատար տիրապետություն հաստատեն։ Լիակատար տիրապետության համար հայ ժողովրդի կամային դրսևորումները խանգարում են իշխանությունը կամային դրսևորումն է, այո, դա այն ձեռագիրն է, որով նա պիտի վերարտադրվեր եւ ես վաղուց եմ ասել, Եվրոպան կանաչ լույսը տվել էր, Ամերիկան իրեն կանաչ լույսը տվել էր, իրենք իրենց ցանկալիները վաղուց ստացել են եւ դեռելի ստանալու են, թե թղթային ձևով, թե համաձայնությունների ձև, նույնը վերաբերում է թուրքական կողմին, ադրբեջանական կողմին, իրենք պարզապես չեն կարողանում հասկանալ ինչ անեն, որ այս ժողովրդին ջարդեն այն աստիճան, որ ըմբոստություն չլինի։ Այսինքն այս հետապնդումները քաղաքական այս հետապնդումները անհրաժեշտ են, որովհետև նա պիտի փոխի այս երկրի բնույթը, նա պիտի մեր սահմանադրությունը փոխի, մեր սահմանադրությունը փոխելու համար պետք է հարակվե անցկացի, այսպիսի դրվածքով հանրային տրամադրությունը չի կարող անցկացնել նման սահմանադրություն, իսկ այդ սահմանադրությունը մեզ պիտի դարձնի ամորֆ ինչ-որ մի զանգված պլաստիլինի նման, որ ով ոնց ուզենա, այնպես ճկի ու ձևի։
Մեր ժողովուրդը նման ցանկություն չունի իր ինքնությունը զոհաբերելու, իր 5000 տարուց ավելի պատմությունն ու անցած ճանապարհն ու դժնդակ փորձը կամ ժողովրդի մի ստվար մասը նման ցանկություն ոչ, ժողովուրդը ինքը ցանկություն չունի։ Իրենք է գիտեն, որ այն մարդիկ անգամ ովքեր այսպես ասած ճակերտավոր Եվրոպային ընտրել իրենց կարծիքով, որ արևմուտքը իրենց մանանա է բաժանելու, իրենք չեն գնալու ինքնությունից հրաժարման ճանապարհով։ Այդ երկընտրանքի առաջ կանգնելու դեպքում իրենք խնդիր են ունենա։ Այն, չգիտեմ, կաշառք եմ ասում, որովհետև դա կաշառքի ձև է, թե պետական կաշառքի, թե հովանավորչության, թե պարտադրանքի, թե վախի, թե շանտաժի միջոցով մարդկանց ստիպելը, որպեսզի իրենք գնան, իրենց օգտին քվեարկեն, ել չեմ ասում այն ընտրախախտումները, որ գրանցվել են։ Այսինքն ինքը հիմա պետք է այս ընթացքում, երբ որ ժողովուրդը որոշակի շոկի մեջ է, որտեղ ժողովուրդը ի վերջո վերելք էր ապրում, հույս ուներ, որ ընդդիմությունը համատեղ ջանքերով կկարողանա իրեն ձերբազատել այս ավերից, հիմա ինքը այսպես դեռևս ցնցումային վիճակի մեջ է, ինքը ունի մինչև սեպտեմբեր ժամանակահատված այդ ջարդելու, կոտրելու ընթացքում։ Ինչ է անում նա։ Նա ձերբակալում է գլուխներին, այսինքն գլխատելու գործընթաց է գնում, էլի տեսել է արևմուտքի ձեռագիրն է իր անում, գլխատման գործընթացը գնաց, իրենց կարծիքով գլուխն է հեռացնելով ամբողջը ջարդելու է։ Այստեղ բավարարվում են ձերբակալություններով։ Ոչ միայն գնում են առաջի համարները, այսինքն իրենք փորձում են ձերբակալություններով գնալ այնպիսի կամ եթե այնպիսի դրվածքի, որ մանդատները չվերցնեն, որպեսզի իրենք կարողանան նույն սահմանադրական դատարանի միջոցով ինչ որ ձևական օրենքի փոփոխություններ իրենց ուզածներին ներմուծել կամ ինչ որ թվեր ստանալ, որպեսզի սահմանադրական մեծամասնության բնորոշ որոշումներ կայացնելու հնարավորություն ունենան, կամ օգտվելով այն բանից, որ արդեն ազգային ժողովում իրենցից բացի ուրիշ ներկայացվածություն չկա, արտահերտ ընտրություն անեն եւ այս դեպքում արդեն հանձնաժողովներում ամբողջովին իրենք են նստած լինելու, որովհետեւ գիտեք, հանձնաժողովները կազմվում են ԱԺ ներկայացված ֆրակցիաներով։ Այս դեպքում նկարելն էլ է հեշտ լինելու, կեղծելն էլ է հեշտ լինելու, իրենց դեմը խաղալու ոչ մի հնարավորություն չեն ունենալու, ուժային միջոցներն ու վստահված անձինք էլ արդեն խնդիրներ են լինելու։ Բայց մարդը ասում է, հələ հեղափոխություն արեք, համաձայն չեք։ Ինքը շատ բան է ասում, ոչ, իրեն պետք է իրեն ըմբոստություն է պետք, որպեսզի ինքը այսպես քյափը, ինչպես են ասում, քյափը հավաքի, մտցնի բանտերը եւ հարցը կարգավորվի։ Անունը հանի, թե դուք պետական հեղաշրջում եք անում, դրա տակ նստածնի մարդկանց այդ ընթացքում թե սահմանների հանձնումներն անի, թե որևէ իրավական հիմք չունեցող անկլավների հանձնումն է, այսինքն ինքը օգտագործի այն ժամանակահատվածը, որ այս ցնցումային մասը կա, հետ շոկային շրջանը կա։ Այդ ամեն անելիքը անելու, որպեսզի ինքը իրեն արժև դրված հանձնառությունները կատարի։ Այս շրջանի պատկերը դա է, իրեն համար ցանկալի չէ իրավական գործընթացներով օրինականություն, իր արժև դրված էր խնդիր իրեն, գիտեք, եվրոպացի դեսանտ էին իջացրել, որպեսզի իրեն օգնեն այս ամբողջ ընտրական գործընթացում իբրև թե հիբրիդային պատերազմ մի դեմ պայքարելու, բայց իրականում մեր հանրությանը այսպես ուղեղները լվանալու այն աստիճան եւ ձևերը մատուցելու, թե ինչպես կարելի է մոլդովական գումարած հունգարական սցենարով այստեղ իշխանությունը պահելու հնարավորություն ունենալ։ Մենք այս իրավիճակի մեջ ենք գտնվում եւ սա ստիպում է անգամ այս ամենադժնդակ իրավիճակում խնդրել մեր ընդդիմությանը, որ որևէ պարագայում չհրաժարվեն մանդատներից, որովհետեւ սա ուղղակի այսպես մեծ կանաչ լույս է վառելու իրենց համար, բոլոր այն հանձնելիքները, տալիքները, որ կա, այսպես հալած կարակի պես միանգամից անել ու վերջացնել։ Իսկ այն գոնե այն կազմով, որ կա, մենք գիտենք սահմանադրական դատարանի վրա մեծ հույսեր չեն կարող դնել։ Գոնե այն կազմով, այն քանակով, որ կա, ինքը արդեն բարիեր ունի, արգելակ է ունենալու եւ այստեղ արդեն process-ները, հիշենք, ժամանակի վրա են աշխատում process-ները, թե ամերիկյան ծրագրերում, թե եվրոպական ծրագրերում։ Այսօր Թրամփը այսպես բացել է իր դիմակները եւ արդեն նույն հակառուսականությունը սկսել է բացեի բաց դրսել, ճիշտ է, մի քիչ խաղեր տալով, ինչպես ասում են, խաղացնելով, բայց իրականությունը սկսում է մեջտեղ դուրս գալ, ինչը որ ժամանակի ես ասում եմ, որ սա ընդհանրապես բեմականացում է զուտ եվրոպական հանրությանը ստիպելու, որպեսզի իրենք շատ ավելի մեծ ծախսեր անեն եւ ռազմական ռելսերի վրա դնեն իրենց արտադրությունը։ Եվ հիմա մենք տեսնում ենք դրա իրական գործածությունը, իրական դրսևորումները։ Տիկին Աղաջանյան, ուղղակի այստեղ խնդիրն է, եւ որ մարդիկ ինչու են ասում մանդատները մի վերցրեք, որովհետեւ տեսել են նաեւ
փորձը կա, հա, որ մանդատները վերցրել են, գնացել են ազգային ժողովում, սուր հարցեր են տվել եւ այլն, ես հա ասում եմ այն մարդկանց կարծիքը, ովքեր դեմ են մանդատները վերցնելուն։ Ոչինչ չեք անելու մանդատները վերցնելու։ Խնդիրը այդ ոչինչ չանելու մեջ է։ Իրենք ասում են դու գործողությունների պլան պիտի ունենաք, թե ինչի եք այդ մանդատները վերցնում։ Արդյոք կա այդ պլանը եւ արդյոք այդ գիտակցումը կա, որ պետք է նաեւ ունենան գործողությունների։ Տեսեք, ես համաձայն չեմ, որ գործողությունները նախ ձայների առումով էական տարբերություն կա։ Եթե նախկինում մենք անգամ խնդիր ունենք այդ թեկուզ impeachment-ի համար մի թուղթ գրելու քանակ ունենալու, այսօր դա կա։ Եվ գումարած այդ նույն սահմանադրական մեծամասնությունը սա չունի, բնականաբար։ Եվ այդ սահմանադրական, գիտեք ինչ, անգամ խոչընդոտելու կարողությունը այս իրավիճակում արդեն մեծ ձեռքբերում է։ Հասկանում եք, դա մեր հանրության համար իհարկե շատ ավելի փոքր ակնկալիք է, բայց երբ որ դու դաշտը լիովին բաց ես թողում իրենց կամքով, օրենքը ճկելու, իրենց ուզածը անելու եւ վերջում մեր երկիր ուղակի ոչնչացման տանելու, ինքը իր ծրագրում է գրել, չէ, 4-րդ հանրապետություն, այսինքն 3-րդ հանրապետությունը փակում են, ինչ որ անհասկանալի 4-րդ հանրապետություն են ստեղծում եւ մարդը գնում է հստակ այդ ճանապարհով, 4-րդ հանրապետություն, որտեղ հայ առաքելական եկեղեցին գոյություն ունի եւ դրա փոխարեն ինչ որ աղանդավորական ինչ որ բաներ են հնձում ու ցանում ինչ ուզում են, գոյություն չունի բանակ, գոյություն չունի տնտեսություն, գոյություն չունի գյուղատնտեսություն, թուրքական բիզնեսը իր ուզածի պես այստեղ ոտատակ է տալիս եւ մենք քարվանսարայի պես պետք է միայն ծառայություններ մատուցենք եւ սպասարկենք այդ անցնող դարձողներին, մեր ռեսուրսները տրամադրենք արևմտյան ընկերություններին, իրենք էլ փողերը վերցնեն, գրպանեն եւ կնե Շվեյցարիաներում ու մնացած տեղերում բանկային հաշիվներում ինչ որ բաներ պահեն, իրենց էլ լկտի ու շպահվածքով փորձեն մեր հանրության էլ ավելի հուսահատության ու հուսախաբության հասցնել։ Սա է իրենց նպատակը։ Հիմա կներեք, ազգային ժողովում այս մանդատները պահելը, ես էլի եմ կրկնում, ուրիշ բան էլ չէ, այո, թուքումուր են ուտելու։ Այո, ահա որ բարոյա հոգեբանական իրավիճակ, ես հասկանում եմ, սովորական նորմալ մարդու համար, անգամ անհարգալից մի արտահայտությունը դա սարսափելի վիրավորական է, բայց մենք հիմա ցավոք սրտի մեր երկիր ու մեր պետությունը մտել է մի շրջան, որ այդ անպատվությունների շղթան մենք պետք է կարողանանք հաղթահարել եւ դա չընդունենք անձնական վիրավորանք, որտեւ իրենք դրա վրա են աշխատում, որ դա ընդունես որպես անձնական վիրավորանք եւ հետ քաշվես, հետ կանգնես եւ չպայքարես։ Իրականում ես իմ փորձից ելնելով եմ ասում, շատ տհաճ է նույնիսկ մթնոլորտում նույն դահլիճում գտնվել իրենց հետ։ Միայն գտնվելը, եթե մարդու ձայնը լսելը ինքնին արդեն տհաճություն է պատճառում եւ դու ընդհանրապես այդ պահվածքը քո մոտ նողկանք է առաջացնում, ես պատկերացնում եմ, падգամավորում եմ, բայց եթե մտնում ես քաղաքական դաշտ որոշակի հայտ ներկայացնելով, ցավոք սրտի դա այսօրվա մեր իրականության պարագայում այն բացասական նաև բեռն է, որը պիտի հետդ կրես, բայց ինչու՞մն է խնդիրը, էլի կրկեմ, երկու էլեմենտ նշեցի, առաջինը չեն ունենա սահմանադրական մեծամասնություն, այսինքն իրենք չեն կարողանա խախտելով օրենքները ինչ որ բաներ կամ ինչ որ այլ կուսակցություններ մուտք անել եւ իրենց կամակատարների միջոցով մեզ ուղակի այսպես գրել, ջնջել, վերացնել, եւ երկրորդը, եթե իրենք համարձակվեն գնալ թե հանրաքվեի, թե ինչ են ասում, արտահերտ ընտրությունների, իրենք չեն ունենա հանձնաժողովներում այն բանը, եւ մենք տեսանք, որ իրենց խախտումները ոչ թե հանձնաժողովներում էին, այլ դրանից դուրս ընթացքում, եւ դա պատահական չէ, վերջի մի քանի տարիների առումով մենք այդ հստակ բանը տեսել ենք, որ խնդիրը ցուցակների մեջ է, որում ասես ճխտում են ցուցակների մեջ, կեղծված ուրեմն քվեների մեջ է, որը իրենք ինչ որ մեխանիզմով դա օգտագործում են, այսինքն դա կտարվեր մարդկային կարուսելների սկզբունքով է փաստացել։ Դե վերջում բարձրով Տիկին Աղաջանյան ինչ ուզենան կգրեն։ Չէ, այդպես չի։ Հաշվարկը կանգնեցնել գրեին իրենք սահմանադրական մեծամասնություն։ Դե Վահագի ներ դրա այդ Excel-ի մեջ ներբեռնումները այդ մասին է։ Բայց հետո բացահայտվեց, չէ, որը որտեղ է, այսինքն։ Դե հիմա կեսը ստեղ են փորձել, կեսը ստեղ են փորձել։ Եթե այդպես մտածենք, ուրեմն մենք երկիրը պիտի փակենք գնանք։ Դե այդ ենք ուզում հասկանալ, փակենք թե չփակենք։ Բայց սա մեր երկիրն է։ Եվ մենք ենք տերը։ Բայց այդ մարդը հիմա ասում եք ձերբակալություն էսել, ում ուզենում բռնում է ու տարբեր, ասենք, անհասկանալի, աներևակայելի հոդվածներ։ Հիմա հասկանանք, այսօր կալանավորումը ես կարող եմ ասել, անգամ քաղաքական գործիչների համար դարձել է կենսագրության մեջ դրական կետ։
Հիմա բայց այդ մարդիկ նստած են։ Հասկանում եք, պարտանեմ փաստորեն, որ եկել էին Հա, դրական կետը արդեն դարձել, որտեղ մարդկանց համար արդեն իրենք գիտեք ինչ, անգամ հանրության համար այնքան ակնհայտ են այդ թխած գործերը, թխած բառը հենց այնպես չի ասվում, հասկանում եք, նույն Անդրանիկի Թևանյանի հետ կապված ահասարսուր բաներ ա խոսում, չէ, այդ ահասարսուր ձայնով ինչ-որ սենց ոգևորված արտահայտությունն երբ որ լսում ես, կարդում ես, ասում ես դե լավ էլի, ու այսինքն ոչ միայն մասնագետներն են դա ասում, պարզ հասարակ մարդը արդեն այնքան բացահայտ է այդ սարքովի լինելու հանգամանք հասկանում ես ու դու սենց սլակներն էլ այնքան ակնհայտ են ուղված, որ մարդկանց համար դա ոչ մի նստվածք չի տալիս, դա ազդեցություն չի ունեցել, դա իրենց համար գործիք էր, նույն Անդրանիկի հետ կապված այդ դրվագը, իրենց համար գործիք էր, որպեսզի իրենք կարողանային մոլդովական սցենարով մերժեին կուսակցության մասնակցությունը, բայց իրենք, որտեղ դուք եթե ուշադիր այդ փաստաթղթերը կարդաք, ամբողջ սլակները տանում էին դեպի ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյան, այսինքն Անդրանիկի միջոցով տանում էին կապը հասցնում են այդտեղ, որպեսզի իբրև թե գործակալական ցանցի հետ աշխատող կամ լրտեսական ինչ-որ բաներ կապեր ունեցող ուրիշ պետության ազդեցության տակ գտնվող կուսակցության անվան տակ մերժեին, բայց հանրային աջակցությունը այնքան մեծ էր, որ իրենք չհամարձակվեցին, որտեղ դա իրոք պորտկում կտար եւ կվերացներ իրենց կողմից ընդհանրապես որևէ ձևով որևէ ձայն ստանալու հնարավորություն, այսինքն իրոք պայթյունի կվերածվեր։ Դրա համար իրենք գնացին այսպես նկարած գեղարվեստական ստեղծագործության ճանապարհով։ Տիկին Աղաջանյան, Անդրանիկ Թևանյանին դուք անձամբ եք ճանաչում, նաև որոշակի ճանապարհ եք միասին անցել այս պայքարի ընթացքում, սա եմ ուզում հասկանալ, ինչու հենց Թևանյանը ու ինչու հենց այդ պահին իրենք գնացին այդ քայլը։ Գիտեք, իրենց համար կարևոր չէր, այնտեղ Անդրանիկը կլինի թե մեկ ուրիշը, ուղղակի իրենց պետք էր ինչ-որ մեկը, որը հանրայնորեն Ռուսաստանի հետ ինչ-որ մի կապ ունեցած լինելու դրվագ ունենար, որը կապելով փորձեին կապել մնացած երևույթները։ Այստեղ իր ոչ թե անձի էություններ, այլ այն, որ ինքը ասեն գնացել էր Դոնբաս, ինչ որ հանդիպումներ էր ունեցել, որը հանրայնորեն դա լուսաբանվել էր եւ դրա մասին խոսվել էր, անգամ տեսանյութեր էր հստակ տարածվել, այնպես չէ, որ դա ինչ որ մի գաղտնի եսի ինչ էր։ Մենք այստեղ հարցնենք իրենց կողմից, որ ուկրաինական կողմից էին գնում այդ նույն գործողություններն անում, հասցնենք իրենք ուրեմն ուկրաինական կողմի լրտեսությամբ են զբաղվում։ Այստեղ արդեն հակընդեմ հարցն է գալիս, հա, եւ ինչու էին գնում պատերազմող կողմի, երբ որ այս պարագայում ընդհանրապես հայկական համայնքի հետ կապված հարցեր էին, որը ցավոք սրտի երկու կողմից հարվածի տակ է ընկնում։ Ի դժբախտություն մեր փաստորեն ունեցած հսկայական ռեսուրսը պատերազմական գործողությունների ժամանակ երկուստեք հարվածի է արժանանում։ Բայց նաև նշանակություն ուներ, որ Բարգավաճ Հայաստան կուսակցության վարկանիշներ չէ գնալով բարձրանում Թևանյանն ասում, այսինքն նա այնտեղ էր, իրենց պետք էր այդ կուսակցության մեջ եղած ինչ-որ մեկին, որ եթե ուժեղ Հայաստանի մեջ լիներ այդ անձնավորությունը, են ուժեղ Հայաստանի մեջ կօգտագործեին, բայց քանի որ Անդրանիկը Բարգավաճ Հայաստանի մեջ էր, իրենք փորձեցին այսպես ծռելով, մի կերպ ճկելով, հա, այսպես բերել իբրև թե կապել ուժեղ Հայաստանի հետ Սամվել Կարապետյանի հետ ինչ-որ գլոբալ ծրագրի։ Բայց արդյունքում Բարգավաճին չթողեցին։ Դե որտեվ այլ ուրիշ տարբերակ չտեսան։ Դրա համար եմ ասում, նկարելը բարդացավ։ Քանի որ տեղամասերում իրենք չկարողացան ուղղակի լցոնների կամ այն նույն խախտումների ու նկարչական ձևավորումների միջոցով թվերը ստանալ, որ հետո թափահարելով ասեն, տեսեք, մեր ժողովուրդը ընտրել է, իրենք ստիպված այդ միջանկյալ հատվածում արեցին այն գործողությունները, որը ավելի բացահայտ դարձրեց անօրինականությունը։ Տիկին Աղաջանյան, փորձենք ամփոփել։ Հիմա ես այս հարցը երևի բոլորին տամ ընդդիմադիր մի ստվար հատված կա, որը ընկճված է, որը չէր սպասում նման արդյունքներ, իրոք շատերը չէին սպասում, որովհետև չէին մտածում, որ սա կարող է այս աշխանի կարմիր գծերը անցնել։ Հիմա մարդիկ ուզում են հասկանալ, ինչ է սպասվում մեզ։ Այս մարդը բռնաճնշումները շարունակում է, քաղաքական հետապնդումները շարունակում է, ձերբակալությունները շարունակում է, դուք էլ ասում եք, որ դա անում է հստակ նպատակներով, այո։ Ինչ սպասենք, այսինքն մենք փոքր դիմադրում ենք, էս ենք անում ենք, բայց ազդեցություն կարծես չկա։
Չէ, փոքր չենք դիմադրում եւ կարծում եմ յուրաքանչյուր անձ, ով որ օրինակ գոնես վերջի շրջանում ում դեմ գործ են հարուցում, իրենք շատ լավ հասկանում են իրավիճակը եւ հասկանում որ սա ընդհանրապես այդ ժամանակի մեջ գործողությունների ինչ որ ծրագրի մաս է կազմում եւ իրենք դա հասկանում են որ ուրիշ տարբերակ չկա, իրենք հարվածի տակ են ընկնելու, բայց իրենց հետևում կան աջակիցների ստվար զանգվածներ, թե իրենց թիմակիցների մեջ եւ թե հանրության մեջ։ Եվ մենք հասկանանք, մենք ժամանակի վրա ենք, արևմուտքի ծրագիրը ժամանակի վրա է աշխատում։ Սա այդ ծրագրի մասն է։ Այսինքն իրենք պիտի ամեն ինչ անեն, որպեսզի նույն թուրանական միջանցքը, որը այսօր TRIP է կոչվում, եւ հենց իրենց Գորշ գայլերի ղեկավարը Բախչելին վերջերս էլ հստակ բառերով ասեց, որ սա հենց թուրանական միջանցքն է։ Այնպես որ Այնտեղ միշտ էլ ասում են, ուղղակի Չէ, ուզում եմ ասեմ, որ եթե իշխանությունները փորձում են մարդկանց համոզել, որ սա ինչ-որ տնտեսական եւ այլն, ոչ, սա մեր տարածքի հանձնում է եւ ինքնիշխանության հսկայական զիջումներով։ Եվ այս պարագայում իրենք գիտեն, որ դրանք մտնելու են ազգային ժողով, դա պիտի վավերացվի, որպեսզի ինչ-որ միտեղ գործողության մեջ մտնի։ Հիմա եթե ազգային ժողովում ունենք այդ ընդդիմությունը, իրենք բարդություն են ունենալ դա վավերացնել, դա սա արդեն տարածքի հետ կապված բան, տարածքի հետ կապված ուրեմն որոշումներ պետք է հանրակրվեով անցկացնեն։ Միջազգային պայմանագրի մասին օրենքում հստակ դրույթ կա դրա մասին եւ իրենք որպիսի այդ օրենքը փոխեն իրենց պետք է համանadrական մեծամասնություն այսինքն փականը այստեղ հակառակ ուղղությամբ հենց այդ որ չունեն չեն կարողանա փոխեն այսինքն իրենք պիտի այսպես թե այնպես գնան հանրակրվեի չեն կարող գնալ հանրակրվեի ուզում է Սահմանադրության փոփոխությունը Ադրբեջանի պահանջով, հանրակրվե պահանջելու է օրենքով փաստորեն TRIP-ի համար, հանրակրվե պահանջելու է Ռուսաստանը, որպեսզի հասկանա Հայաստանը ի վերջո որ ուղղությամբ է, այսինքն այս իշխանություններին երեք կողմից դնելու են կաղապարի մեջ, փորձելով ինչ-որ բան անել։ Ընդդիմության վարքագիծը բարդացնում է իրենց գործողությունները, բարդացնում է իրենց ծրագիրը եւ դրանով ժամանակը անցնում է, ժամանակը կորում է, որը արևմուտքին շատ կարեւոր է։ Նստացնել, փորձում են դրանով խեղճացնել, բայց հակառակը դա հակառակ էֆեկտն է ունենում եւ լավ է որ հակառակ էֆեկտն է, որտեւ դա օգնում է նաեւ այս, ինչպես նշեցիք, ժողովուրդը շոկի մեջ է, հուսահատված եւ այն, դա ժողով ստիպում է ժողովրդին նաեւ արագ դուրս գալ այդ շոկային վիճակից, որտեւ հասկանում են, որ այստեղ բոլորովին այլ խաղ է։ Մենք խոսում ենք մենք հիմա հունիս ամիսն ենք մոտավորապես 6-ից 10 ամսվա ժամանակահատվածի գործողությունների մասին, որոնց նախապատրաստական շրջանում այդ հանրակրվեն պիտի անցկացվի, սահմանադրությունը պիտի փոխվի, այդ TRIP-ի ծրագիրը պիտի սկսի իրականացվել եւ ռուսական բազան այստեղից պիտի դուրս գա, ռուսական ներկայությունը այստեղից պիտի դուրս գա։ Այսինքն մոտ 10 ամիս ժամանակ Որովհետեւ նույն Մերձավոր Արևելյան եւ ռուս-ուկրաինական ճակատում զարգացումներ են նախատեսվում, նույն իրանական ճակատում։ Այդ ամեն ինչը ինչ է։ Նշանակում է այնտեղ իրենք բարդություններ են ունենում եւ այս ծրագրերը ձախողվում են, ինչպես որ ձախողվել են մեր բոլոր դիմադրության շարժումների ժամանակ։ Այսինքն, այո, դիմադրության շարժումները թե 21-ին, թե 22-ին, թե 23-ին հաջողություն, թե 24-ին իրենք հաջողություն չեն բերել սրանց իշխանությունից զրկելու տեսակետից, բայց իրենք հաջողություն են բերել մեր պետությունը պահելու տեսակետից, մեր ինքնությունը պահպանելու եւ դեռ շանսեր ու հնարավորություններ ունենալու հետ մեր ամեն ինչը վերականգնելու տեսակետից։ Սա շատ կարևոր է, որ ժողովուրդը հասկանա եւ այս դիմադրությունը խանգարում է իրենց ծրագրերի իրականացմանը, օգնելով նաեւ մեր դաշնակիցներին, որպեսզի իրենք թույլ չտան մեր երկիր ուղակի ոչնչացնել։ Շնորհակալություն Տիկին Աղաջանյան հետաքրքիր զրույցի համար, այո, հուսանք այդ դիմադրությունը ամեն օր կաճի բոլոր մակարդակներով, մենք ուղղակի ուրիշ տարբերակ չունենք։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Հիշեցնենք, որ այսօր մենք զրուցում էինք հատուկ, չէ, Արտակարգ եւ լիազոր դեսպան որի նախկինը չի, չէ, Տիկին Աղաջանյան, ինչպես լրագրողներին դա կոչվում է։ Դա կոչվում է։ Սա թող ազդակ չլինի ձեր նկատմամբ ինչ-որ բաներ անել Տիկին Աղաջանյան։ Սրանցից ամեն ինչ սպասել է։ Իրենցից ամեն ինչ կարող են ստեղծագործական միտքը իրենց համար սահմաններ չի ճանաչում։ Այսքանով ավարտենք Արեգ հայրենակիցներին դերենիք ամեն դեպքում չմոռանանք հորդորելու, որպեսզի համիանան մեր էջերին, նաև միանան մեր պայքարին, միացեք, որ փոխենք։